Ինչ վերաբերում է ընտրական գործընթացներին, գիտեք, ես ինքս անկուսակցական եմ եւ իմ ղեկավարման տարիներին հատուկ չեմ ընդունվել որևիցե կուսակցության շարքեր, որպեսզի նաեւ կուսակցական ուղղորդում չլինի եւ բանակում իրականության մեջ մենք կարողանանք պահպանել քաղաքական չեզոքությունը։ Եթե նախկինում եղել են որևիցե մի դեպք սխալներ, ապա այդ սխալների շրջանակներում համապատասխան արձագանք եղել է եւ գտնում եմ, որ համապատասխան եզրակացություն արվել է զինված ուժերի կողմից, իսկ այդ սխալները շատ մանր սխալներ են եղել տարբեր ընտրությունների ժամանակ։ Մի մոռացեք հետեւյալը, որ բանակում իմ ղեկավարման տարիներին բավականին լուրջ աշխատանք ենք մենք տարել մի քանի ուղղություններով։ Ես ասացի եւ նորից ուզում եմ կրկնել, առաջին հերթին ռազմավարական մտածելակերպը չափազանց բարձր մակարդակի է բարձրացել։ Մենք ունեցել ենք հեռանկարային պլանավորում եւ այդ հեռանկարային պլանավորման ամենակարևոր ուղղություններից մեկը առաջին հերթին մարդկային ռեսուրսների կառավարումն է։ Գիտեք, որ ժողովրդագրական խնդիրների իրականացման այս արկա պրոբլեմների շրջանակներում մենք բավականին լուրջ աշխատանք ենք տարել պրոֆեսիոնալ տարը ընդլայններով։ Բանակում մենք խնդիրներ ենք իրականացրել նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ, գոնե 4 ուղղությամբ, ասեմ, որոնք են այդ ուղղությունները։ Առաջինը դա կադրային քաղաքականությունն է, երկրորդը զորակոչի արդար իրականացումն է, զորակոչի իրականացման մեջ մենք կարող եմ ասել նաև կարելի է նաև այսպես փաստել, որ հեղափոխություն է իրականացվել, որովհետև նախկինում ունեցած թերությունները այլևս չկան եւ շատ քիչ թերություններ են մնացել։ Սոցիալական ոլորտում ունեցած մեր հաջողությունները եւ բացի դրանից նաև ուրեմն նյութատեխնիկական ապահովման խնդիրներում։ Չպետք է մոռանանք, քիչ առաջ ես ասացի, որ քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ իմ ղեկավարման տարիներին բարձրացել է ժողովրդագրական վերահսկողություն եւ հասարակական վերահսկողություն։ Հասարակական եւ նաեւ ընտրությունների մասով։ Ուզում եմ ասել ուղղորդված քվեարկություններ չեն եղել։ Եվ թե այսօր բանակը ինչպես է գործելու, դա արդեն պետք է հարց տանք բանակի ղեկավարության։ Ամենայն դեպս ես այսօր ուզում եմ նաև կրկնել, բազմիցս անգամ ասել եմ դրա մասին, որպես կայացած համակարգ։ Այսօրվա նաև բանակի գործունեությունն է ապացուցում դրա մասին, որ ղեկավարության փոփոխության արդյունքում որևիցե մի փոփոխություն նրանց գործունեության մեջ տեղի չի ունեցել։ Բանակը իր արժեվ դրված խնդիրը այսօր իրականացնում է եւ շարունակում է իրականացնել եւ բոլոր այն բարեփոխումները, որոնք որ դրվել են իմ ղեկավարման տարիներին, այսօր շարունակական զարգանում են եւ դրանում նաեւ իմ ուրախությունն է։ Ինչ վերաբերում է իմ ունեցվածքին, իմ ունեցվածքը հայտարարագրված է եւ նաեւ ուզում եմ ասել հետեւյալը. քաղաքական այս գործընթացների շրջանակներում պետք չէ անընդհատ շահարկել, պետք չէ անընդհատ պնդումներ անել այդ ուղղությամբ։ Ես հայտարարագրել եմ եւ կարող եք այդ ամեն ինչը տեսնել իմ հայտարարագրերում։ Ոչ, չկան։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, մենք մեր գործունեության ընթացքում նաեւ այս դաշինքի ձևավորման նախապատրաստական փուլում մենք համագործակցել ենք բոլոր ուժերի հետ եւ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նաեւ կառուցողական այն ուժերի հետ, որոնք որ պատրաստ են իրականացնել այն բոլոր գաղափարները, որ դաշինքն է արտահայտում, այսինքն իրականացնել արմատական բարեփոխումներ կառավարման համակարգում եւ դրա շրջանակներում նաեւ մեր երկրի գործունեության բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսության ոլորտում, որը որ զենք պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ձեռքին մեր երկիրը զարգացնելու եւ նաեւ թիկունք ապահովելու մեր բանակի համար անվտանգության խնդիրներն իրականացնելու համար։ Ես ասացի, որ մենք ուզում ենք կառավարման նոր
մշակույթ ձևավորել, որ քաղաքական թիմերի պարբերական փոփոխությամբ մեկը մյուսի դրականի եւ բացասականի վրա հենվելով ձևավորել այնպիսի մի վստահություն ժողովրդի մոտ, որ դու արդեն կարող ես նոր գաղափարներով, նոր կառավարմամբ մեր երկիրը տանել դեպի զարգացում։ Այդ առումով ես գտնում եմ, որ ներկա քաղաքական համակարգը պետք է փոխվի։ Եվ եթե փոփոխություն չլինի, ապա երկար տարիների ընթացքում փոքր-ինչ տարբեր փոփոխություններ, ասենք կոալիցիաների ձևավորումը, կամ տարբեր պաշտոնանկություններ, կամ նաև հրաժարականներ չեն արտահայտել այն ամենը, ինչ կբերի նոր կառավարման մշակույթի ձևավորմանը։ Այդ առումով մեր դաշինքը գտնում է, որ իրականության մեջ այսօրվա գործող իշխանական կուսակցությունները պետք է փոխվեն։ Եթե մենք գանք իշխանության կամ համապատասխան քվե մենք ստանանք, ապա գտնում եմ, որ հանրապետական կուսակցության հետ համագործակցությունը անիմաստ կլինի, որովհետև կբերի նույն համակարգի մնալը նույն այսօրվա մեր իշխանության ղեկին։ Մարտի 1-ի հետ կապված ես բազմիցս անգամ պատասխանել եմ եւ այսօր էլ պատասխանում եմ։ Իմ նախկին պատասխանների շրջանակներում ես ասացի, գործող պաշտպանության նախարարի հրամանի մասին յուրաքանչյուր այսպիսի իրադարձությունների, կարևոր տոնակատարությունների շրջանակներում զինված ուժերը բերվում են համապատասխան զգոնության աստիճանի եւ այդ զգոնության աստիճանն է, եթե հիշում եք, մարտի 3-ին 2008 թվականի Մարտակերտի շրջանում հակառակորդի կողմից մեկ դիրք գրավեց եւ պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացան հակառակորդի մեծ վնաս հասցնելով շատ կարճ ժամանակահատվածում վերականգնել այդ դիրքը։ Իսկ ինչ վերաբերում է մնացած գործողություններին, ես պետք է նաև նշեմ հետևյալը, որ որպես գլխավոր շտաբի պետ այն ժամանակ ես ենթարկվել եմ պաշտպանության նախարարին։ Այսինքն 2008 թվականի նոյեմբերի 27-ից է նոր ընդունված պաշտպանության մասին օրենքից հետո տարանջատվել պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի ֆունկցիոնալ պարտականությունները որպես ասենք կառավարման համապատասխան օղակներ։